Մայիսին այսօր եկել եք հարգանքի տուրք մատուցելու, օրվա խորհրդի մասին կուզեմ նախ նշեք։ Ընդհանրապես հայ ժողովուրդը այսօր շատ ծանր վիճակի մեջ է, ես կարող եմ ասել, բայց սարի գլխով էլ են ամպեր անցնում, սարը միշտ կա անսասան։ Ես հպարտանում եմ մեր ժողովրդով, մեր հայրենական պատերազմի բոլոր վետերաններով, շնորհավորում եմ նրանց, որտև նրանք հաղթանակ տարան, և այդ հաղթանակը մինչև այսօր մենք հիշում ենք, մենք նրանց հետնորդներն ենք, նրանցից ենք սովորել, պայքարել, պայքարել ու պայքարել։ Օրվա խորհուրդը դա ինձ համար կարելի է ասել մարդկային ամենամեծ արժեքներից մեկն է, որ այսօր մեր ժողովուրդը չնայած այսքան ծանր վիճակին երբեք չի մոռանում և ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվելու, մենք պայքարելու ենք մեր պետականության, մեր երկրի, մեր դրոշի, մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար, մեր Հայաստանի բարգավաճման համար, և այդ բոլորը մենք սովորել ենք մեր նախնիներից, մեր ժողովրդից, սիրելիս։ Տարիներ շարունակ մայիսինը մեր համար եռատոն է եղել, ոչ միայն հայրենական պատերազմի հաղթանակի օրներ, նաև Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրն է, ձեր կրծքավանդակին նշաններ կան, ես կարդում եմ 5-րդ բրիգադ, Արցախի զինանշանն է, Արցախի դրոշն է, Վազգեն Սարգսյանի նկարն է, ինչ կապ ունեք Արցախի։ Ես ինքս մարտական գործողություններին մասնակցել եմ, Վազգեն Սարգսյանը երասխիտը սկսել է մարտական գործողությունները, ինքնապաշտպանությունը Հայաստանի Հանրապետության, մենք հենց առաջին օրերից ես ու ամուսինս միասին մարտադաշտ ենք դուրս եկել և Արցախում Մարտակերտում, Ստեփանակերտում և բոլոր այն տեղերում, որտեղ մեր կարիքն զգացվել է, մենք պետք է գնայինք, մենք իրավունք չունեինք, որ չգնայինք, որովհետև մենք պետք է պաշտպանենք։ Այսօր մեր ցավոք սրտի մեր աշխատանքը շատ ծանր վիճակի աշխատանքների հողին հավասարացվեց։ Այսօր ես որ հիշում եմ, որ Արցախն ընկել է, չեք պատկերացնի ինչ ծանր հոգեվիճակի մեջ եմ, հենց այս պահին էլ, ինչու մենք այս վիճակով, ես այն ժամանակ, որ ես հաղթանակից զբոսայգի էի դուրս գալի, մեր ժողովուրդը ժպիտներով էր դիմավորում, մեր ժողովուրդը ժպտում էր, իսկ հիմա այս ժպիտները չկան մեր տղաները, չկա Մոնթե Մելքոնյանը, մեր սպարապետը, ինչու չէ նաև մեր Գրիգորյան Մանվելը, ինձ համար շատ ծանր է, որ այսօր նրանք մեզ հետ չեն և բոլոր այն տղաները, բացի այդ էլ մենք 50,000 զոհ, ես արդեն համարյա մոռացել եմ մեր պատերազմը, որ մենք գնում էինք պատերազմ և հաղթանակով ենք վերադարձել, մեր տղաները, մեր երեխաները, մեր պատանիները, մեզ համար ամենամեծ տառապանքն է, երբ որ ես գնում եմ Եռաբլուր։ Եռաբլուրը կարծես ծովերի աշխարհի մի աշխարհ, որը ծով լինի, մեր դրոշների ծովը։ Ես չեմ ցանկանում այլևս մեր երեխաները, մեր ժողովուրդը պատերազմ տեսնի, երբեք չեմ ցանկանա։ Ես կոչ եմ անում բոլոր այն խաղաղապահ երկրներին, այն ժողովուրդներին, որոնք սիրում են ազգ, հայրենիք, սրբություն, և նույնիսկ ես Թուրքին եմ կոչ անում, բավական է, թուրքեր, բավական է, ազերիներ, մեր արյունը մի խմեք,
Մենք իրավունք չունենք, դուք իրավունք չունեք, մենք ապրելու ենք, կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք։ Ես հպարտանում եմ մեր երիտասարդներում, փառք ու պատիվ մեր երիտասարդներին, հավերժ փառք այն սերունդին, որոնք պայքարում են եւ պետք է պայքարեն, եւ ես ասում եմ կներեք, ես պետք է ասմունք եմ մի քարյակ, եթե կարելի է։ Ինչ ասմունք էլ կխնդրեմ ուղղակի ներկայացնեք, որ թվականներին եք մասնակցել, ես վերջին պատերազմին մասնակցություն ունեցել եք, չէ՞։ Թե այս պատերազմին ամուսինս առաջ խմբի հաշվանդամ է, Արցախում Մարտակերտի Հակոբ կամարում է վիրավորվել։ Մենք չենք գնացել 94 թվականի հունվարի 6-ին վիրավորվեց ամուսինս, շատ ծանր վիրավոր է, եթե այդպես չլներ, ես գնացի վայենկոմա, տղաներն ասեցին, որ չէ, Պարամայիսին Օսիպյանին ով պետք է պահի դու մի գնա, բայց մեծ սիրով ես կգնայի, ավելի լավ էր մենք զոհվեինք, քանց թե մեր այդ երիտասարդությունը զոհվեր, մեր տղաները, մեր երեխաները դեռ պետք էին, դեռ ազգին սերուցք էին տալու, մեր ազգը բարգավաճելու էր, զարգանալու էր, մենք շատ կորցրեցինք։ Ինչի պատճառով կորցրեցինք Արցախը, որպես դուք էլ կռվող, ինչն էր այս անգամ պատճառը, որ Արցախը ընկավ։ Գիտեք ինչ, համախմբում չկար, զենք ու զինամթերք չունեինք, հիմնականում ես առաջ անգամ եմ լսում վայրակթար բառը, ես նույնիսկ չգիտեի դա ինչ է նշանակում, մեր ընկերներից, ասենք, մեր սիրելի Գասպարյան Ռուստամը եւ իրան որդին զոհվեցին, նույնիսկ մի քանի օր առաջ, որ պետք է մեկներ Ռուստամը, ես հանդիպեցի իրան, ասեց ես առաջ անգամ եմ այդ զենքերի անունները լսում, ես չգիտեի, որ դա զենքեր կա, բայց ինքը չէր պատկերացնում, որ ինքը պետք է զոհվեր։ Եվ մնացած բոլոր տղաներն էլ, ուղղակի նրանց զենքերը շատ էին, ոչ մի բան չկա, ոչ մի հայ, ես չեմ պատկերացնում երկրագնդում մի այնպիսի հայ, որ ուզենա հայրենիք կորցնի, ես ոչ մի բանի չեմ հավատում, միայն իմ աչքի տեսածին եմ հավատում, ամեն մեկը մի բան խոսի, կասի, բայց դա ոչինչ չի նշանակում, ինչ որ մարդ տեսնում է, նրան պիտի հավատա, և ընդհանրապես ես կցանկանայի և նաև կոչ եմ անում մեր ժողովրդին, ձեր պայքարի հետ միասին, մի հատ թող իրենք կանգնեն, տեսնեն Հայաստանի Հանրապետության համար, ինչ են արել, ինչ պետք է անեին, և ինչպես պիտի պաշտպանեն ու բարգավաճեցնեն Հայաստանը, նոր խոսեն։ Հավատալուց եք խոսում, հիմա խաղաղության պայմանագրի մասին քննարկումներ են, համաձայնեցվում է, եթե համաձայնեցեն ստորագրվելու է, դուք թղթով այդ խաղաղությանը հավատում եք։ Ոչ, ես թղթով խաղաղության չեմ հավատում, ուժն է ծնում իրավունքը։ Եթե մենք չպայքարենք մեր գոյատևման, մեր Հայաստանի Հանրապետության բարգավաճման համար, ես ոչինչի չեմ հավատում։ Միշտ պետք է մտածենք, որ մենք հայրենիք ունենք, պետք է պաշտպանենք եւ ուժեղ պետք է լինենք։ Մեր բանակը, մենք բանակաշինություն արեցինք Վազգեն Սարգսյանի, Վասիլյան Ռազմիկի հետ, եւ Վասիլյան Ռազմիկը հենց սկզբանե ասում էր, առաջինը, որ բանակաշինության մասին խոսք է գնացել, դա Վասիլյան Ռազմիկն է խոսել բանակաշինության մասին եւ պայքարել է բանակաշինության համար։ Վազգեն Սարգսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, մեր Մուրադ Սարուխանի Սարգսյանը արժեզրկում են այդ մարդկանց, նոր Արկադի Տեր-Թադևոսյանին, Մանվել Գրիգորյանին, փորձում են արժեզրկել իրենց արածը մոռացության։ Ոչ ոք չի կարող նրանց Հայաստանի Հանրապետությունում ասել, որ նրանք չեն մարտերին մասնակցել, լավ մարդիկ չեն եղել եւ այլ։ Բանի շվաքի տակ շատ մարդիկ կան, որոնք իրենց իցույց չեն դնում։ Մենք չգիտենք, շատ բաներ կա թաքնված, շատ բաներ։ Ոչ ոք չեն կարող իրենց արժեղազրկել, մանավանդ Վազգեն Սարգսյանին,
Գրիգորյան Մանվելը մարտական գործողություններին մասնակցել է, նա ճիշտ է չի ունեցել, ասենք, Վիշիվայինի ակադեմիա, բայց նա իսկական հրամանատար էր, կայուն, կազմակերպված, կարողանում էր բրիգադը, մեր 5-րդ բրիգադը տանել և նրա խոսքը գործեր, ինչպես մեր Վազգենն է ասում։ Հաճան, հա, բրիգադում եմ եղել եմ Տավուշում, հրամանատարը Ղավալյանն է եղել մեր, եղել եմ Գորիսում, մեր հրամանատարը Սուրիկ Խաչատրյանի Սարգսյանն է եղել։ Ես չեմ ասել, որ այս ինչ տեղը, եթե պետք է լինես, եթե պետք է ամեն ինչ անես հանուն քո ազգի փրկության և կազմակերպես այնպիսի մի աշխատանք, թեկուզ եւ քաղաքացիական աշխատանք, թեկուզ հոգեվոր աշխատանք, ամեն ինչ պիտի անենք ազգը բարգավաճելու համար։ Եվ ես այսօր նաեւ ձեզ ասեմ, շնորհակալ եմ նաեւ պարոն Գագիկ Ծառուկյանից, որ Արցախի ժողովրդին իրեն բարեգործական ներդրումներն է կատարում Արցախյան պատերազմի բոլոր վետերաններին եւ արցախցիներին ընդունում է գրկաբաց։ Ես ուղղակի հիացած եմ այդ մարդու մարդկային վեհ գաղափարի համար։ Ես խոնարհվում եմ նրա առաջ։ Տեսեք, նշեցիք, որ ամեն դեպքում չեք հավատում այդ թղթով խաղաղությանը, բայց Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այդպես է լինելու, սահմանագծված եւ սահմանազատված Հայաստանում ենք լինելու, որտեղ սահմանները հստակ են լինելու եւ խաղաղություն իսկապես ունենալու են։ Ես ասեմ, ես պետական կառույցներում երբեք չեմ ծառայել։ Եվ չեմ, արդեն ժամանակն է անցել, բայց հիմա որ ինձ նշանակեն նախագահ, նույնիսկ չեմ հրաժարվեմ դրանից։ Այսօր քննադատներ մենք շատ ունենք, բայց գործ անողներ շատ քիչ։ Եկեք, այսպես ասած, մարդկային արժեքները մեկ առ մեկ կշռքին դնենք։ Եթե մարդը թղթով հավատում է, եւ շատ այրեր կան, շատ մեծ ղեկավար մարմիններ ունենք եւ ունեցել ենք եւ ունենք, թող իրենք վեր կենան ասուլիստան բոլորի ներկայությամբ, Բարոն Փաշինյանին էլ կանչեն, թեկուզ ասենք մեր նախագահները, Սերժ Սարգսյանը, ասենք Քոչարյանը, բոլոր այն նախագահները, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանը նստեն 4-ով ասուլիստան ու ժողովրդի առաջ։ Եթե ժողովուրդը գտնի, որ դա այդպես պետք է լինի, թող լինի, իսկ եթե ժողովուրդը չգտնի, որ այդպես չպետք է լինի, թող չլինի։ Ժողովուրդն է մեր երկրի տերը, ոչ մեկ մեր երկրի տերը չեն։ Այն զոհված ազատամարտիկներն են, այն թող պատասխան տան Եռաբլուրի առաջ։ Ուրիշ ոչինչ չեմ ասում ես։ Ցավում եմ, որ այսօր այս երկիրն էս վիճակի մեջ է։ Մենք ինքներս էլ ենք մեղավոր։ Բոլորը անհատները նույնիսկ մեղավոր են դրանում։ Այսօր մեր մեղքի մասնաբաժինը մենք ունենք, ցավը տանեմ։ Արցախից եք կնշեք ձեր անունը։ Օսիպյան Արևատ Խորենի, ոչ, ես Տավուշի շրջանի Տավուշ գյուղից եմ, բայց ամուսինս մենք որ լսեցինք Ռուսաստանում էինք ապրում, որ ամուսինս լսեց, որ հայրենիքը վտանգի մեջ է, ես Երևանում եմ ապրել, մանկուց 9 տարեկանից Երևան եմ ապրել, ամուսինս ասեց, ես հայ լինելով, ինչի պետք է մնամ Ռուսաստանում, որ ռուսներն տեսնեն, ասեն, քո երկիրը պատերազմի մեջ է, այսօր դու Ռուսաստանում ինչ գործ ունես, բա դու հայ ես։ Այդ դրա համար իմ ամուսինը վերցրեց իմ երեխաներին, 4 երեխայի մայր եմ, եկանք Հայաստան եւ հենց որ եկել ենք մի շաբաթից հետո արդեն նա Արցախում էր։ Ես Արցախի տեղը նույնիսկ չեմ իմացել, չեմ գնացել Արցախ, բայց իմ ամուսինը որ գնաց, ես էլ հետն եմ գնացել, որովհետեւ մենք շատ կազմակերպված, կարելի է ներեցեք խնդրեմ, շատ սիրով ամուսիններ ենք եղել, 4 երեխա եմ դաստիարակել,
մայրը իհարկե չի գովի իրան երեխաներին, բայց հայրենիքին նվիրված։ Նույնիսկ իմ աղջկան ես ուղարկել եմ խաղաղապահ որ ծառայի խաղաղապահ 3 ամիս ծառայելուց հետո այնտեղ ղեկավարությունը ասաց տիկին Արև քո աղջիկը չի կարող ծառայել։ Ինքը մի բան էլի ոչ թե ի վիճակի չէր, այլ ուղղակի ինքը ծառայության ենթակա չէր, այդպես ասեցին, իսկ տղաս 8 տարի ծառայել է Արցախում, ծառայել է մեր խաղաղապահ ուժերում, գնացել է Աղվանստան, հիվանդացել է, վախեցել է եւ հետ են բերել Հայաստան։ Եղավ ցավտամ, այդպես է մեր մարդկային հայրենիքին ծառայելու նպատակը, այդպես են կարողացել ծառայենք հայրենիքին։